պատրաստիր իդեալական տորտ, որպեսզի հաղթես։ Այսօր ես եւ իմ ընկեր Ռաֆոն մրցելու ենք իրար դեմ, որպեսզի տեսնենք, թե ով է մեզանից ավելի գեղեցիկ պատրաստում տորթեր։ Օրինակ, պատկերացրեք սրանից պետք է ստանանք սա։ Այս դժվար է։ Ամեն փուլի վերջում իմ ընկեր Էդոն պետք է ընտրի, թե ում տորթն է ստանում միավոր։ Վիդեոյի վերջում ով հավաքեց ամենաշատ միավորները, նա էլ կհաղթի։ Շոկոլադա։ Օյո։ Հո։ Նա դասկոն մաչից փորձա։ Միարա։ Դե ինչ փուլ առաջին, այս փուլում Ռաֆ պետքա նկարենք ուշադրություն բառաբանները մտան։ Էմոջի։ Ես արդեն գիտեմ, թե ինչ էմոջի եմ նկարելու։ Իզո արդեն որոշել ես, թե ինչա լինելու քո էմոջին։ Այո։ Ինչա լինելու։ Գախնիկա, կանեմ, կտենաս։ Գնացինք պատրաստելու մեր առաջին տորթը։ Ես կարծում եմ, որ կնկարեմ սրտիկներով էմոջին։ Հուսամ սիրուն կստացվի, իսկ էմոջիի համար ինձ պետքա դեղին կրեմ։ Վերցնում ենք սա, նախ կտրում ենք։ Միշտ երազել էի տորտ պատրաստեի ու վերջապես այսօր է եկել է։ Սարքում շոկոլադի կամ էմոջի։ Այսպես դեղինը լցնում ենք։ Դզեց։ Համարյա թե պատրաստ է, բայց մի քիչ ավելի գեղեցիկ ստանալու համար մենք օգտագործենք սա։ Հիմա տեքստուրա ենք տալի եւ գերազգացնում ենք որպեսզի ավելի սիրուն լինի։ Եկավ հարթացնելու պահը, գնացինք, ինչ հաճելի process է։ Կարամ անverջ սա անեմ։ Այժմ նույն բանը կողքերն ենք անում։ Համեմատած վերևի կողքերը բավականին բարդ է հարթացնելը։ Մի փոքր ճանճեր ենք անում, որտեղ ահավոր վատ հոտ է գալի, կամ շոկոլադա, հիմա չգիտենք։ Դուք ոնց հասկացաք ինչա։ Մեկի համար շոկոլադա, մեկի համար դուք ընտրեք։ Ես սարքում եմ իմ ձևով։ Ճանճերը անում ենք եւ կողքերը դատարկ չմնալու համար մի քիչ էլ գազարագույն կրեմից ենք պտտցնում։ Շորտ, այս ինչ բարդ է գեղեցիկ տորտ սարքելը։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Ասենք հիմա ուզում եմ այսպես գլատկի շերտ անեմ, պետքա շատ մանրակրկիտ ամեն դետալի վրա աշխատես, որ վերջնական իդեալական լինի։ Ձև չկա, ես Ռաֆոին պետքա հաղթեմ առաջին փուլում։ Իրականում ես մասնագիտացված հրուշակագործ եմ, դեռևս հնուց զբաղվում եմ ես տորտերով։ Պատվերներ հիմնականում ունենում եմ հենց այս տորտը, իմ ամենաֆիրմնի տորտն է։ Վաու։ Այս դժվար է։ Եվ կողքերից հիմա այսպես նախշ ենք տալիս ու ընտիր համա տալիս։ Բայց պետք է ավելացնել, որ ավելի լավ sense չռա ու sense չռոցի էֆեկտ լինի։ Արա նոր հարթ էր եղել, փչացրեցի։ A few moments later. Կարծում եմ սա իմ մաքսիմումն էր։ Առաջին անգամվա համար ված չի, սրանից հարթ իսկապես արդեն չեմ կարող։ Ես այսքանով կսահմանափակվեմ ու միանգամից կվերցնեմ կարմիր գույնը։ Ծայրից աննշան կտրում ենք։ Որպեսզի կարմիր գույնով անենք մեր էմոջիի սրտիկով աչքերը։ Մի քիչ անկեղծած վախ կա մեջից, որովհետև առաջին անգամ ինչ որ դետալ նկարում կրեմով տորթի վրա։ Հուսանք լավ կլինի։ Էս ինչ հավես է։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք ինչ սիրուն եղավ առաջին սրտիկը։ Հուսանք երկրորդն էլ sense լավ կլինի։ Ես ուղղակի ապշած եմ իմ ունակությունների վրա։ Խնդրում եմ ստեղ նայեք ու առաջին անգամվա համար կարծում եմ սա շատ էլ լավ է։ Այս մասը շատ հավանեցի, այսպես ենք անում, որ ավելի ինքը gradient effect լինի։ Մարդիկ էլ չեն սիրում տորթերը միագույն, սիրում են խաղով, այսինքն gradient են սիրում։ Մնաց անենք բերանը, դա էլ լինելու է սև գույնով։ Գնացինք։ Սա հատուկ տորթի սևներ կա, որով էլ անելու եմ բերանը։ Առաջին անգամ եմ սրանից օգտվում, հուսանք շատ ջրիկ չլինի ու սիրուն կլինի բերանի հատվածը։ Որ այս ինչ լավ է լինում։ Կարծում եմ առաջին փուլում հենց ես եմ հաղթելու։ Նայեք իմ gradient կրեմով էմոջի տորթին սիրուն է եւ ես վստահ եմ, որ այս փուլում հաղթելու եմ եւ վստահ եմ, որ կարող եմ ավելի վատ ասարքել։ Դե ինչ ավարտեցին, գնանք տեսնենք, եթե դատավորը ընտրի իմ տորթը, ապա նա ճաշակով է, եթե չընտրի իմ տորթը, ապա նա ճաշակով չի։ Ահա եւ վերջ առաջին փուլի իմ տորթը պատրաստ է։ Գնանք տեսնենք, թե մեր այսօրվա դատավորը ում է տալիս իր միավորը։ Հուսանք առաջին փուլում ես կստանամ։ Ծանոթացեք մեր այսօրվա դատավորն է։ Մենք քեզ այնքան ենք կարոտել։ Մի քիչ շուշուտ արի մեր վիդեոներ էլի, հա։ Այո։ Ես մենակ ուզում ավելացնել, որ այստեղ փոքր ատրիբուտ եմ դրել, ավելի տորթը իմաստավորելու համար։ Առաջին փուլը էմոջիների փուլն է, հիմա ասա ում էմոջին է ամենասիրունը ստացվել։ Հա որ Ռաֆոն ասի, ինչ էմոջի է։ Ով է ստանում այս փուլում միավորը։ Դեղին սմայլիկը։ Այո, առաջին փուլում հաշիվը 1-0-յա օգուտ ինձ։ Շատ տխուր ես, Ռաֆ։ Բացարձակ, պրոստը զարմանում եմ մարդկանց տկարության եւ ոչ արվեստը գնահատելու կարողության, հա, մարդկանց։ Եղբորդ ասում ես տկար։ Չեմ այդպես բառացի ասում, բայց արվեստը նենց բան է, որ ամեն մարդու արվեստը անհասանելի բան է։ Այո, մանավանդ արվեստը շատ անհասանելի։ Եվ ում որ հասանելի է, նա վեհ է, հա։
Փուլ երկրորդ, արդեն կռահում ես, թե ինչ ենք նկարելու այս փուլում։ Կենթանի էլի ուրիշ ինչ պետք է նկարենք, որ։ Ճիշտ է, այս փուլում պետք է նկարենք կենթանի ու ես ուղղակի վստահ եմ, որ այս փուլում քեզ հաղթելու եմ ու դատավորի կողմից ես եմ ստանալու միավորը։ Գնացինք։ Ես արդեն որոշել եմ, թե ինչ կենթանի եմ նկարելու։ Ուրեմն ուշադրություն, նարնջագույն, արջ։ Մեր արջի համար պետք է ականջներ սարքենք։ Դրա համար այս բլիթները կօգտագործենք ականջների համար, բայց դա մի փոքր ուշ։ Այս փուլի համար սարքելու եմ փիղ, փսիկով ուտելու ներկա, որը ես օգտագործել եմ տորտի ֆոնովի ներկի համար։ Հիմա կփորձարկենք։ A few moments later. Իսկ այս պայն այս սպիտակ տորտը պետքա նարնջագույն դարձնենք։ Դրա համար կտրում ենք այս նարնջագույն կրեմը եւ մեր տորտը նարնջագույն ենք սարքում։ Եկավ իմ սիրելի պահը, գժվում եմ կրեմը տարածելու համար։ Այս ինչ հավես է։ Ռաֆոն այս փուլում որոշել է փիղ սարքի, բայց դե բոլորս էլ գիտենք, որ արջը ավելի ուժեղ ու վայրելի կենթանի է, դրա համար փղին հաստատ հաղթելու է արջը։ Փիղը շատ թույլիկ կենթանի է, մի կենթանի, որ մկից վախում է, դա Ռաֆոն պետք է ընտրել, բա ու ես չի ընտրելու։ Խնդրում եմ ստեղ նայեք, Կարոն արդեն պրոֆեսիոնալ է, ոնց եմ արդացրել, հələ զգացեք մի հատ։ Ուժս։ Գնացինք։ Սենց ֆոնովի է պետք, եւ մի քիչ էլ, այսինքն շատ էլ չէ, այս սենց մի քիչ։ Ված չի։ Ժամանակն է արջի ականջները դնելու։ Վերցնում ենք չոփը, կոտրում ենք։ Սա այսպես մտցնում ենք բլիթի մեջ եւ առաջին ականջը դնում ենք տորթի այստեղ։ Երկրորդ ականջն ենք դնում։ Օրո։ Նկարում ենք փիղը։ Մի հատ մտովի հասկանում ենք մեր փղի ընդհանուր կառուցվածքը։ Տեղերն ենք դնում, ստե կլինի ականջները, ստե կլինի իր այս մարմինը, ոտքերը եւ գլուխը։ Մնաց մեր արջի ականջները ներկենք։ Կարծում եմ մի քիչ բարդ է լինելու այս պահը, բայց տակից դուրս կգանք։ Այնուհետև ահա այսպես տարածում ենք։ Պոկվեց մեր ականջի արջը, պոկվեց մեր ականջի արջը։ Հիմա նորից պետք է ականջ սարքենք։ Երկար չարժարանքներից հետո արջի ականջները պատրաստ է, այժմ եկավ աչքերի ժամանակը։ Խնդրում եմ իմ հրաշքագործ գոլեգաներին չդատեն, ես սիրում եմ մատով աշխատել։ Այս փիղը ավելի սարքում ենք ոչ կոմերցիոն։ Նայեք ականջների համար ինչ տեխնիկա ունի։ Բութը դնում ենք ափի մեջ, պտտացնում ենք, դրեցինք, բութը չենք անում։ Ոտքերի համար բթի վրա պտտացնում ենք։ Արեց, հանեցինք, արեց, հանեցինք, դրեցինք, հանեցինք։ Այս աչքերը սովորական չեն, սրանք հատուկ պատրաստված են ուտելու համար։ Մինչև տորթի վրա դնելը ես մի հատ կփորձեմ ու կարծիքովս կկիսվեմ։ Ինքը ավելի գիտեք որ համն է, այդ որ դուք մտածում եք, այդ մեկը չեմ։ Որ շատ խորանաս համի մեջ կմոլորվես, հա։ Արդեն պետք է սկսենք փղի վրա ֆոնովի նկարել։ Այնուհետև վերցնում ենք վարդագույնը, որտեղ ինքը նոր ծված փիղը, իրանց ականջների մեջ դեռ ռոզվինկի է։ Ռոզվինկի ականջի մեջը անում ենք ցուցամատի վրա։ Բայց այս անգամ ցուցամատը լցնում ենք մեջը, տանում ենք սա եւ ինքը տեղադրում ենք ականջի վրա։ Շատ կարեւոր պայման է, որ սկզբից փիղը նկարել, հետո հարթեցնել, որ ինքը փղի չափով հարթենա։ Պահում ենք ուղիղ հարթեցնելու համար։ Ես վստահ եմ կարեմոտ հարթեցումը չի ստացվում, որտեղ ինքը ճիշտ աշխատելու ձևը չգիտի, ափի դաստակը դնում ես 1, 2 եւ ուսով մի փոքր շարժում ես կատարում։ Ամենակարևորը չվախենաս հարթացնելուց։ Ուրեմն առաջին աչքը կդնենք այստեղ եւ երկրորդ աչքը կդնենք այստեղ։ Այժմ եկավ արջի քիթը անելու ժամանակը։ Վերցնում ենք սև կրեմը եւ որը վատ է գալիս։ Ինչ անենք որ լավ գա այս կրեմը։ Հեսա այստեղից տարակելու է ներկը։ Պարտադիր կողքերը տեսնում ենք փնթիավարի բանկա, չէ՞։ Մաքրում ենք կռեմը, վերցնում ենք մեր հարթեցուցիչը եւ կողքի կռեմը, այսպես մաքրում ենք եւ մի քիչ գրադիենտ ենք անում։ Ինչ ստայլը գրադիենտ ստայլն է, ես տորտերը ստացամ սիրում սարքել։ Գրադիենտ կռեմով։ Վերցնում ենք մի փոքր կրեմ ու գրադիենտ ես անում անընդհատ։ Անընդհատ ինքը այս process-ի մեջ պիտի լինի։ Անընդհատ։ Կարծում եմ ավարտվեց շքեղ, փառահեղ, մի հատ տորտ ա եղել։ Կարևորը չվախենաս տորտի ասպարեզում։ Չենք մոռանում արտաքին վերևի շերտի գրադիենտի մասին։ A few moments later. Որը չի գալի ինչքան ուժեղ սխմում եմ։ Դավայ։ Ոտ, այժմ եկավ բերանը անելու ժամանակը։ Գրադիենտ տորտը պատրաստ է։ Նկարում ենք փիղը։ Ականջները գլխի ծավալից մեծ փակեցինք եւ կնճիծը լցնում ենք ականջները։ Վերցնում ենք մեր լապատկան եւ կռեմը թույլ ֆոնովի աշխատում ենք։ Իրականում այս տորտը ինչ եմ կապույտ անում, որովհետեւ ձեզ բոլորիդ ուզում եմ ասեի, իմ առաջնեկի սերը տղա է։ Քթից այս սենց իջացնում ենք մի հատ գից։ Դնում ենք փղի աչքերը։ Ես ավարտեցի, տեսնենք թե ով միավորը կստանա։
Կարծում եմ իմ արջով տորթը պատրաստ է։ Հուսանք այս փուլում իմ արջը Ռաֆոյի փղին կջախջախի եւ միավորը կվերցնի իրեն։ Գնանք տեսնենք դատավորը ինչ է ասում։ Այմա ասա տեսնենք իմ նարնջագույն հավատա քեզ արջուկին հալավը թե Ռաֆոյի կապույտ փղիկը։ Անկեղծ։ Ում ես տալի միավորը։ Ռաֆոյի փղին։ Ռաֆոյի գրադիենտի համար եմ տվել այս միավորը։ Շիկարն է գրադիենտա։ Շիկարն է։ Հաշիվը դարձավ 1-1, շարժվում ենք առաջ դեպի երրորդ փուլ։ Գնացինք։ Դե ինչ մենք երրորդ փուլում ենք։ Այս փուլում պետք է նկարենք ուշադրություն, մտավ բարաբանները։ SpongeBob-ին եւ Patrick-ին։ Դե ավանդույթներից չենք կարող շեղվել։ Ոնց կարելի լինի արտ վիդեո ու մենք չսարքենք Patrick-ին ու SpongeBob-ին։ Ինչպես բոլորդ գիտեք, Patrick-ի դեմքը կլոր չի ու այսպես օվալաձև է։ Դրա համար մեր տորթը պետքա օվալաձև սարքենք։ Ինձ օգնության կհասնի այս սպիտակ ամանը, ճիշտ ասա ուտելու չի, բայց դե իմ համար առաջնայինա տորթի գեղեցկությունը հետո նոր մնացածը։ Դրա համար պետքա հնարավորինս Patrick-ի նման ստանանք։ Սարքում ենք SpongeBob-ը։ Այսինքն սաղ դեղինը միանգամից պտում ենք տորտի վրա։ Շատ մարդիկ կասեն ինչի ես միանգամից անում, ես կպատասխանեմ, որտեվ տենց եմ ուզում։ Ամեն առաջինը պետքա կտրենք մեր թղթե ամանը։ Հիմա միասին ստանում ենք Patrick-ի գլխի ձևը։ Չէ, չեղավ այս ձևը, մի վարքյան էլ է։ Ամանի գաղափարը ապարդյուն էր, դրա համար սա գցում ենք մի կողմ ու երևի սկսենք ուղղակի ռոզվի ներկել մեր տորթը եւ Patrick-ի միայն դեմքը անենք, այլ այդ գլխի հատվածը բաց թողենք։ Այս մասի իմ ամենասիրած մասն է։ Վերցնում ենք սա եւ ուշադրություն։ Դե օգն այս հարթացնելու, սաղ վիդեոն գնում է։ Օրինակ ես եթե լինեի տորթ սարքող, դուք կվստահեք ձեր առիթի տորթը ինձ։ Կամ ասենք պատկերացրեք ձեր հարսանիքն է, տորթը պատվիրում եք ինձանից ու կրեատիվը լրիվ վստահում եք իմ վրա։ Ինչ կլիներ, եթե ես լինեի տորթ սարքող։ Եկեք մի հատ մտածենք։ Եթե ձեր մտքին էլ ինչ-որ բիզնեսի անվանում եկավ, ապա մեկնաբանությունների բաժնում մի հատ գրեք, տեսնենք ով կլինի ձեր մեջից ամենակրեատիվը։ Այսքան անումը մեկը լիքը սովորելու տեղ ունեմ։ Տենաս Ռաֆոն էլ ունի հարթացնելու խնդրեմ, իր մոտ ի՞նչ է կատարվում հիմա։ SpongeBob-ի կռամը շատ ենք քսում։ Համարյա բրցանք հարթացումը, շատ չեմ էլ հարթացնելու, որովհետև SpongeBob-ը սպունգ է ու սպունգը գլատկի չի, sense տակոտիներով է։ Ուզում եմ հենց հիմա մեկնաբանությունների բաժնում գրես, թե քո ծնունդի տորթը ինչ թեմատիկայով է եղել։ Տեսնենք ձեզանից ամենահետաքրքիրը ում տորթն է եղել այս տարի։ Ահա համարյա, խնդրում լավ ելնի։ Դայ։ Փու, լուրջ էլ չեմ կպնում, իդեալական է։ Սևով անում ենք աչքերը եւ շատ կարեւոր բան, ինչպես հասկանալ աչքերի ճիշտ տեղը։ Մեջ տեղը գտնում ենք։ Երկրորդ աչքը։ Անում ենք քիթը։ Կարում ենք բերանը եւ թարթիչները։ Հիմա ներկում ենք աչքերը։ A few moments later. Այժմ Patrick-ի կանաչ տաբատը սարքելու ժամանակն է, դրա համար կտրում ենք կանաչ գույնը եւ անում ենք կանաչ տաբատը այստեղ։ Այժմ հարթացնում ենք։ Այժմ տաբատի համար այս գիծն ենք անում։ Ահա, ուղիղ, գնա, հոպ, ընտիր։ Այժմ սպիտակ ներկով անում ենք Patrick-ի աչքերը։ Այստեղ պետքա շատ զգույշ լինենք, որ հանկարծ չվրիպեմ։ Լավ չեղավ այս մեկը մի վարքյան։ Դե Կարո ջան, մի քիչ ուշադիր էլի, վայ։ Մի քիչ այսպես անձեռոցիկով ուղղել է պետք է այս մասը։ Այդքան էլ գող չեմ անկեղծ ասած աչքերից, բայց դե ունենք այն ինչ ունենք։ Հիմա վերցնում ենք սևը եւ կողքերը, այսպես ընդգծում ենք։ Մի քիչ տեղ եկավ։ Ես աչքերը որ կա, այսպես պետք է կպնի իրար։ Ահա։ Էլ ավել չեմ կպնում։ Այս արանքի բաց կողմերից չենք նեղվում, որտեղ սպիտակ ենք լցնելու։ Անում ենք աչքը։ Եվ աչքի վերջին դետալները այստեղ կլորներն ենք ավելացնում։ Այսպես։ Շատ լավ է։ Եվ ամենավերջում մի հատ ունք այստեղ ենք անում եւ մի հատ ունք այստեղ ենք անում։ Մնաց ատամները։ Եվ լեզուն։ Տեսնես կարելի Patrick-ն է լավ ստացվել, թե իմ SpongeBob-ը։ Չռած ներքև։ Արա լավ էլի։ Վերջ։ Կարծում եմ սա իմ մաքսիմումն է, էլ չեմ շարժի տորթը, որ այս սպիտակը չլղոզվի ստեղ ընդեղ։ Գրանք տեսնենք այս փուլում դատավորը ում կտա միավորը։ Հեն այդ անկեղծ ասա։ Վարդագույն Patrick-ը թե դեղին SpongeBob-ը։ Ում ես տալիս միավորը։ Մի հատ լավ մտածի, սենց խորը վերլուծի, քցի, բռնի, սենց նոր ասա վերջում։ Միավորը տալիս եմ 2-ից։ Խի։ Ռաֆասախի։ Քանի որ SpongeBob-ն ու Patrick-ը հալալ հարազատ ընկերներ են, Այո։ ընկերության մեջ չկա գնահատական։ Ընկերության մեջ չկա գնահատական։ Եվ այս փուլում երկուսը Եթե վատն է, երկուսից համար է վատը։ Եթե լավն է, երկուսից համար է լավը։ Այո։ Այո, այո։ Ինչպես SpongeBob-ն ու Patrick-ն են անբաժանելի ընկերներ, այս փուլում կհաղթի ընկերությունը եւ երկուսս էլ կստանանք մեկական միավոր։ Շարժվում ենք առաջ։
Մենք արդեն 4-րդ փուլում ենք եւ այս փուլում պետք է նկարենք միրգ։ Նենց միրգ եմ նկարելու թագավորի ամենասիրած մրգով տորթ եմ պատրաստելու։ Ես արդեն անամբեր եմ դրա համար գնացի, դու էլ գնա մտածի ինչ է սարքելու, որ գոնե միավոր ստանաս։ Հաջողություն։ Ախ, անանասը լինելու է իմ տորթի դիզայնը։ Եվ իդեպ ամենավերջում կտրելու ենք անանասի այս վերևի հատվածը եւ ավելացնենք մեր տորթի վրա։ Պատկերացնեք ինչ սիրուն է լինելու։ Բայց ինչ կանենք այդ ամենը, մեզ պետքա սպիտակ տորթը դարձնել դեղին։ Ես նկարում եմ ելակ։ Ինչպես գուշակում եք, այս անգամ եւս աշխատելու ենք gradient ֆոնովի գույներով։ Կողքերը ֆոնովի կրեմ ենք անում։ Նայեք ինչ հավես գծեր ալինում այս սարքով, ես շատ եմ սիրում այս սարքը։ Վերցնում ենք դեղին կրեմը, այսպես լավ, տեղը տեղին։ Ահա, այսպես։ Այժմ հարթացնում ենք։ Вау. Делаем так, а потом вот. Ага. Вот так надо сделать. А потом вот так надо сделать. Սկսում ենք վերևը հարթեցնել։ Օ, չեներգետիկ անգլերեն տառերով։ Մի վարքյան, սա նշանակում է, որ չեներգետիկը արդեն Ամերիկայում է։ Պետք է սա շատ շտապ փորձել, սա մի կողմ ենք դնում, սա ինձ այլևս չի հետաքրքրում։ Օ, շատ համեղ է։ Կարծես մոխիտո լինի։ Այսինքն չեներգետիկները կարող ես գտնել Ամերիկայի բոլոր հայկական խանութներում։ Սա ուղղակի հրաշալի է, սա երազ է, սա իրականությունն է։ Մի հատ խնդրում եմ հարթ շերտ զգացեք։ Վաու, սա նշել է պետք, իսկ ինչով ենք նշում, չեներգետիկով։ Ախ, ես գիտեմ, որ ձեզանից մեծամասնությունը bubble gum-ի չեներգետիկն է սիրում։ Եթե ես ճիշտ եմ, ապա վարդագույն սրտիկներ դրեք մեկտավանությունների բաժնում։ Ահ, այս ինչ լավ էր։ Անանասի այս տեսքը ստանալու համար մեզ պետք է գա սև գույնես ներկա, որով կանեմ այսպես խաչ ու փաչ ինչ-որ բաներ։ Ուսանք չեմ փչացնի։ Անում ենք ելակի կանաչ պոչը եւ աշխատանք gradient-ով։ Ինչպես տեսնում ենք, մեր ելակը չոլկայով ելակ է եւ մեզ կմնա անել սև կետերը։ Այս ինչ հավես process է։ Սև գծերը արդեն պատրաստ է, ուրեմն հիմա ուշադրություն։ Մի հատ շատ թույն լայվ խակով եմ անում շարունակությունը։ Երբ ես փոքր էի, մամաս որ տորթ էր թխում, շոկոլադե գլազուրով այսենց գծերը անում էր, հետո վերցնում էր չոփիկը եւ այսենց անցնում էր շոկոլադի վրայով։ Եվ դուք վերջնական արդյունքը պետքա տենաք, թե ինչ սիրուն է լինում։ Եկեք փորձենք տեսնենք իմ մոտ կստացվի թե ոչ։ Օրես ինչ սիրուն է ալնում։ Այս ինչ հաճելի է։ Խնդրում եմ մեր անանասը նայեք։ Արա շատ կայֆ է։ Իսկ թվում արդեն ժամանակն է մեր անանասի պոչը կտրելու եւ դնելու մեր տորթի վրա։ Եկեք փորձենք տեսնենք ինչա ստացվում։ Արա ինչ դժվար է կտրելը։ Օրես ինչ դժվար է։ Հիմա այսենց մեջտեղն ենք խրում։ Օրո։ Օրես ինչ սիրուն է գավ։ Լուրջում ասում ոչ միտեղ չեմ տեսել, ես ինքս եմ հնարել, այնպես որ կարող եք փորձել անանասի այսպես տորթ սարքել տանը։ Հիմա այս նույն վերևի սև շերտերը պետքա բոլոր կողմերը անեմ։ A few moments later. Ես վերջացրեցի, բայց ես խաբել եմ, ես իրականում սկզբից էլ պատրաստում էի ձմերուկ։ Կողքի սև գծերը արված է, այժմ նույն փայտիկի շարժումը անում ենք այստեղ։ Մի հատ խնդրում եմ ստեղ զգացեք։ 1-ից 10 բառային համակարգով մեկտավանությունների բաժնում հենց հիմա գնահատեք այս հիասքանչ աշխարհի ամենագեղեցիկ, ամենայուրահատուկ, ամենաշքեղ, ամենատարօրինակ, ամենահամեղ, ամենադեղին, ամենաանանաս տորթը։ Սպասում եմ քո մեկտավանությունը, տեսնեմ թե ինչքան միավոր կստանամ քո կողմից։ Գնանք տեսնենք այս փուլում մեր շատ սիրելի ժյուրին ում կտա միավորը։ Ինձ թե Ռաֆոին։ Գնացինք։ Արդեն պարզ է, չէ՞, թե այս փուլում ով է ստանալու միավորը Ռաֆայել։ Այո, ես։ Ես, ոչ, ես։ Արի դատավորին հրավիրենք ներս, տեսնենք ում է տալիս իր արդար միավորը։ Մեր շատ սիրելի դատավոր, մի հատ գնահատականը դու ինձ գնանք, էլի հոգնանք արդեն։ Մի հատ դու ինձ գնահատականը գնանք։ Այդ Ռաֆոն շատ է տանջվել այս տորթի։ Ինչի վրա, այս սրա վրա։ Մի հատ բան կա։ Անասը կտրել ես դեղին կռամ։ Բայց չեմ տանջվել։ Էսի դրելա process-ը հավաք ստանոկա, ձեռով չի արել։ Շատ դժվար է, որովհետև կարոն մի սիրուն ասակում Ռաֆոնի։ Գեշ, այո։ Շատ է տանջվում այս երեխան։ Լավ, այս փուլում ես իմ միավորը կարծում եմ կտամ Կարոյին, քանի որ Կարոյինը ավելի սիրուն է, բայց Ռավջան։ Ես վաղուց հասկացել եմ մարդկության տկարությանը։ Արա տկարը դու ես։ Հաշիվը դարձավ 3-2 օգուտ ինձ։ Շարժվում ենք մեր վերջին 5-րդ փուլ։ Գնացինք։ Վերջապես մենք արդեն վերջին փուլում ենք։ Խնդալու է ուղղակի քո սաղարացները։ Ոնց կարելի է ամեն անգամ տենց անլուրջ մոտենալ հարցին։ Եվ վերջո սա պատասխանատվություն է, սա գործ է։ Պատկերացրու մեկի առիթն ես անում, ասենք կնունքի տորթ ես սարքում։ Պետք է տենց հարամես։ Վերջին փուլը կոչվում է արտ։
Այո, art։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ մենք իրավունք ունենք պատրաստելու մեր ճաշակով տորտ։ Այսինքն կապ չունի թե տորտը ինչ թեմատիկայով կլինի, կարևորը կրեատիվ գտնվես եւ հաղթես այս փուլում։ Ռաֆոյի վրա ինչպես կարող եք տեսնել արդեն էներգիա չկա, բայց ես ահավոր ոգևորված եմ, որտեղ իմ ամենասիրած փուլն է սա։ Գնացինք կրեատիվ բաներ անելու։ Այս փուլում Կարոն սարքելու է թիթեռների, ֆեաների, հրաշքների աշխարհ։ Տեսնենք ոնց կստացվի։ Դրա համար սրանք դնում ենք դեռ մի կողմ եւ վերցնում ենք կանաչ գույնը եւ այսպես կանաչը լավ լցնում ենք։ Պետքա կանաչ դրախտի այգի սարքեմ։ Ես Ռաֆոյից մի քիչ խոնավություն կքաշեմ եւ կանեմ գրադիենտ, ուրեմն կվերցնենք վարդագույնը։ Այսինքն լավ կտպտուկացնենք։ Արա, մանկությանս տորտի գույները։ Փոքր ժամանակվա տորտից ծնունդը։ Այսինքն լցնում ենք ստեղ, գնում ենք ստեղ, որ ֆոնովի լինի, տեղին, այսա ուզում։ Վերջին փուլն է։ Բնականաբար այս փուլը ես եմ հաղթելու։ Այստեղ անում ենք ամպերը, երկինքը, իսկ այստեղ անում ենք մեր կանաչապատ Երևանը։ Խի ասենք կլինի տորտ օպերա, տորտ Սպարտակ, Սևամորթի ժպիտ, Միկադո, տորտ Կարակում, այդ ինչ անունն է։ Շուտ բավականին բարդ է գրադիենտի հետ աշխատելը, որտեղ ֆոնովի առումով ինքը բարդ է լինում։ Ես ապշում եմ Ռաֆոյի վրա, ոնց է ինքը կարողանում ֆոնովի գրադիենտ ստանա։ Օրա նայ կանաչումը։ Հələ մեջտեղի գրադիենտը նայ։ Փաստորեն շատ սխալ որոշում էր երկու գույն խառնել իրար, մի հատ sense անկապ բան ստացանք, բայց հոգ չէ, հիմա ես դա կշտկեմ, օգնության կհասնի աշխարհի, տիեզերքի, մոլորակի ամենաուժեղ գույն նարնջագույնը։ Այո, նարնջագույնը գալիս եւ փրկում է միջավայրը։ Հիմա մեր շատ սիրելի նարնջագույնը այս վատ ու գեշ միջավայրը պետքա փրկի։ Անում ենք երկինքը։ Քանի որ սա խոտ է լինելու, հա։ Մի փոքր շատ էլ չէ, այս նյութից ենք ուզում ստեղ կաթա, որպեսզի ամպիկի համար գրադիենտ անենք։ Անում ենք ամպիկները։ Արդեն նկարած ամպիկները այսպես ենք անում։ Երևանյան տորտի համար ունենք նաև վարդ։ Հիմա Օր այս ինչ հավես է նայ։ Օպա։ Խնդրում եմ մի հատ գեղեցկություն զգացեք։ Բա որ ասում եմ նարնջագույնը գալիս եւ հրաշքն է գործում, գալիս եւ փրկում է աշխարհը։ Այսա նայ։ Արտ փուլում իսում է ես եմ հաղթելու։ Վաու։ Այժմ ինձ օգնության են հասնում այս գեղեցիկ թիթեռնիկները, որը հատուկ կոնֆետներ է տորթի համար պատրաստված։ Սրանով կզարդարենք մեր տորթը։ Ամենակարևոր երևանյան դետալը։ Տորտ էներգետիկ։ Տիրա։ Եվ ամենագլխավոր դետալը, այսինքն ինքը վարդից էլ ուժեղ մի ըմպելիք է։ Ես ավարտեցի իմ արտը, հուսամ դատավորը ճիշտ կգնահատի եւ արդար։ Գնացինք։ Մեր դրախտի այգին գրեթե պատրաստ է։ Եկավ թիթեռնիկների ու ֆեաների աշխարհը գեղեցկացնելու ժամանակը։ Առաջին ծաղիկը դնում ենք այստեղ։ Այս թիթեռնիկը կդնենք այս մեջ տեղում, ահա, այսպես։ Այս մեկը կդնենք դեպի երևի այսպես, այստեղ։ Այս մի թիթեռն կդնենք այստեղ։ Սա այստեղ ներքև ավելի։ Եվ վարդագույնը այստեղ գլխավոր մեջտեղում։ Վաու! Ես իսկապես կհուզվեմ։ Էս ինչ եմ արել։ Ես օֆիցիալ արդեն տորթերի պատվերներ եմ գրանցում, կարող եք գրել իմ Instagram-ին, կվերցնեմ առաջին 50 տորթի պատվերները, այնպես որ գնացեք գրեք իմ Instagram-ին, ես այսօրվանից տորտ սարքող եմ։ Գնանք տեսնենք դատավորը ում կտա իր միավորը։ Այժմ ժամանակն է որ գնահատես թե ում արտ տորտն է ամենասիրունը։ Այս գեղեցիկ դրախտային թիթեռնիկներով այգին թե Ռաֆոյի անհասկանալի տորտը։ Անհասկանալի չի, ես կբացատրեմ։ Ինչպես տեսնում ես, սա երկինքն է, սա չեներգետիկն է։ Չեներգետիկը պատահական թափվել է երկնքից, այսինքն ինքը այդքան մեծ արժեք ունի։ Թափվել է ու այնքան ինքը սենց հարուստ ու առամատնի բան է, որ սենց ծաղիկներ է բուսնել տակը։ Այս որում ես եմ միավորը տալի Ռաֆոյին։ Ոչ, այդ ունեմ։ Իր անդամ ներվի։ Շատ կներվի, դաբլ կներվի։ Ում ես տալի միավորդ։ Ես իմ միավորը տալիս եմ Ռաֆոյին, այս հարթ մակերեսի։ Այո, ես համաձայն եմ։ Մակերեսի համար տվեց։ Որտեվ քոն է մի քիչ նա էսենց թիթեռնիկներ կա։ Էսի լավ դե։ Քոնն է վատը չէ։ Օրա շոկոլադ։ Օրա շոկոլադա։ Այո։ Հել։ Դուզել։ Հո։ Նա դասկոն մաչից փորձեմ։ Այս մասը տորտի, այս մասը, ասում են ամենահամովն է։ Քոնը գեր է։ Սաղ կերար։ Զուգ է ասա, հո։
Ան։ Ուզում եմ։ Okay, հա։ Քեզ հարամանում։ Հուսով եմ վայելես վիդեոն սկզբից մինչև վերջ։ Չմոռանաս միանալ ալիքին, որպեսզի բաց չթողնես։ Ավելի հետաքրքիր ու մասշտաբային վիդեոներ, նաև հավաքում ենք 25000 լայք։ Այո, ընդամենը 25000 լայք եւ խոստանում եմ, որ նման վիդեոներ ավելի շատ կլինեն ալիքում։ Միանա։ Յախ, կարա։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։